Ազգային ժողովում այսօր առավոտից շարունակվում են եկող տարվա բյուջեի քննարկումները, խորհրդարանում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախքան քննարկումը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս օրերին քննարկվող մի քանի ուշագրավ թեմայի է անդրադարձել՝ մայրաթոր, բանակցություններ, անկլավներ, նախկին նախագահների հարցազրույցներ։ Հարցին, թե երբ է պատրաստվում գնալ մայրաթոր, Փաշինյանը պատասխանել է՝ երբ բավականաչափ մաքրված լինի։ Բանակցային գործընթացներից խոսելիս նշել է, որ իր հանրային ու բանակցային խոսույթները չեն տարբերվում իրարից։ Լրագրողները հարցրել են նաև, թե ինչ փաստաթղթեր էր պատրաստվում հրապարակել Փաշինյանը երրորդ նախագահի հարցազրույցից հետո։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակվել եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը, 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը, 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը, այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։